Տեղեկական երկու միջադեպի մասին Վոլոդիա Գրիգորյանի ողբերգական սպանությունը նրա ընկերոջ եւ Բորիս Ավագյանի ինչպես եք բնութագրում համատեքստը ինչպես եք դիտարկում առհասարակ ինչու Ասեմ որ հանրապետական կուսակցության գործադիր մարմինն արդեն հայտարարություն ընդունել է եւ տարածված է այդ հայտարարությունը հասանելի է մեր հանրությանը համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը դատապարտում եմ սա երկրում տիրող ամենաթողության արդյունք է եւ ինչ պատճառով էլ ինչ դրդապատճառով էլ դա տեղի ունեցած լինի սա եւս մեկ անգամ ապացուցում է այն փաստը որ Հայաստանի Հանրապետությունում այլակարգություն ընդդիմադիր Հայաստանի ունեցող համայնքապետերը եւ առհասարակագործիչները պաշտպանված չեն եւ սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու որ Հայաստանում կա շատ վատ մթնոլորտ եւ ամենաթողության եւ դատապարտում եմ եւ ցավակցում եմ հարազատներին։ Սլակները նախկիններին են ուղղում, ասում են ձեր ժամանակվա պիտակները մի փորձեք մեզ բերել կպցնել ԿՊԱ-ականները այսօր հերթով գրառումներ էին կատարում։ ԿՊԱ-ականները եթե հերթով հրահանգով 3 անգամ կեցցե են գոռում, մանկապարտեզի 3 տարեկան երեխաների նման, դրանցից WhatsApp-ով ստանում են ուղիղ եթերում Ես լուրջ եմ ասում, ու սրանք դեռ խոսում են ժողովրդավարությունից, գեդինը մտնելու բան է, ասում լավ չեք ասում կեցցե, 3 անգամ կասեք կեցցե, 1000 կեցցե, լավ ամոթ է։ Ու պատկերացնում եք տես բան, իսկի Բրեժնևի վաղտը տես բան չի եղել, արա, գեդինը մտնելու բան, դուք դեռ խոսում են դեռ։ Այդ կեցցեները հերիք է, էլի։ Ես որ Մոսկվայում էի, մտա տեսա, այս թվաց վատ երազա, մեն բան, ես որ արհեստական բանականությունն է սարքել։ Գեդինը մտնելու բան է, սաղ աշխարհը նայում է, դուք խոսում եք ժողովրդավարությունից։ Մեր լավ չեք ասում գոռում, գոռեք պատկասմեք Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ասեն, հələ մի րոպե, լավ ասեք կեց, լավ չեք ասում, այդ ոտի վրա 3 կեցեք, լավ հասկացանք։ Այդ ձևի կեցեւը հանրական ստանել խոսում ենք։ Իսկ այդ նախկին որ այդ ապուշությունները դուրս են տալիս, ժողովուրդ ջան, 7.5 տարի է երկրի ղեկավարը իրանք են։ Մայիսի 8-ից հետո 2018 թվականից մեր երկրում ինչ տեղի է ունենում բոլորի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն եւ քաղաքացիական պայմանագիր խմբակը։ Լավա չեն ասում Ադամը պտուղը կերավ եւ այն լսեց մեղավորը Եվանու Ադամն է։ Լավ ինչքան կարելի է տենց քաղաքական անմեղսունակությամբ լնել։ Ով ինչ խոսում ասում նախկինն 2025 թիվն է։ Նախկինները 18-ին գնացել են։ Լավ ինչքան կարելի է Այդ ոնց որ մեկը դպրոցը 2 տան, հա? Առավոտից 2 տան, հա? Ասի մեր հարևան Վալոդն 15 տարի առաջ 2 ստացել, հա ինչ։ Դա անլուրջ է, ես դրանց ինչ եմ մեկնաբանը։ Պարոն Շարմազանов, Մոսկվայի մասին խոսեցիք, տարբեր դրվագներ էին համացանցում, տարբեր շեշտադրումներ, հայանպաստ, ազգանպաստ, Արցախ, Հայաստանի Հանրապետություն, անվտանգային խնդիրներ, ինչ միջոցառման շրջանակում եք եւ օրինակ ովքեր էին ներկա, ինչ կփոխի այդ օրակարգը։ Մոսկվայում հրավիրվեց առաջին անգամ World Public Assembly-ին, համաշխարհային հասարակական ասամբլեան, որին մասնակցում էին 1000-ից ավել պատվիրակներ աշխարհի 100-ից ավելի երկրներից, Հայաստանից էս է հրավիրված եւ մասնակցեցի երկկողմներ եւ 20-ին եւ 21-ին, որպես բանախոս էի հրավիրված, առաջինը խոսել եմ ԱՊՀ տարածաշրջանում խնդիրներից եւ բնականաբար խոսել եմ Արցախի էթնիկ զտումից, դատապարտել եմ Ադրբեջանի քայլերը, ԱՊՀ եւ միջազգային կառույցների լռությունը, խոսել եմ 150,000 արցախահայության բռնագաղթից եւ դատապարտել եմ, երկրորդ օրը նվիրված էր, խոսել եմ Բաքվում հայ գեյներից եւ նշել, որ հայ գեյների առկայությունը միջազգային հանրության եւ բոլորիս այս բոլոր միջազգային կառույցների ամոթն է։ Երկրորդ օրը նվիրված էր երկրորդ աշխարհամարտում հաղթանակած պետությունների կողմից ստեղծված աշխարհակարգին եւ ՄԱԿ-ի ստեղծման դասերին, բնականաբար պետք է խոսեինք նաեւ ՄԱԿ-ի սկզբունքներից եւ այնտեղ առաջին սկզբունքը դա ինքնորոշման իրավունքի իրացումն է, եւս մեկ անգամ հստակ անդրադարձել եմ ինքնորոշման իրավունքի իրացմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, որ Արցախի ներկայացուցիչները ոչ թե սեպարատիստներ են, այլ ազատության եւ ինքնորոշման համար պայքարողներ եւ բոլոր նրանք, ովքեր որ նրանց անվանում են սեպարատիստներ, նրանք
մարտահրավեր են նետում միջազգային իրավունքին եւ հենց միավորված ազգերի կազմակերպությանը եւ նրա ստեղծող պետություններին եւ բնականաբար, քանի որ խոսել ենք երկրորդ աշխարհամարտի 80-ամյակի շրջանակներում, ներկայացրել եմ ասամբլեայի ներկայացուցիչներին Ադրբեջանի վանդալիստական գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայնական մեծ պատերազմի մեր հայազգի հերոսների Մարշալ Բաբաջանյանի, Բաղրամյանի, Ներսոլ Ստեփանյանի եւ այլոց արձանների, հուշարձանների դեմ վանդալիստական գործողությունները, որից եւ կոչ եմ արել, որպեսի համաժողովի այդ սեկցիան կոնկրետ այդ հատվածը դատապարտի եւ համաժողովի ներկայացուցիչները 21-ին միանձնյա դատապարտել են Ադրբեջանի այդ գործողությունները։ Բնականաբար մեր եւ այն ժամանակ եւ հիմա եւ ապագայում մենք սպասարկում ենք Հայաստանի ու Արցախի շահը եւ իմ այնտեղի ելույթները եւ շփումները եւ ուղերձները միջազգային հանրությանը եւ առաջինը մեր գործընկերներին, որովհետեւ այնտեղ ոչ միայն Ռուսաստանի մեր դաշնակիցներն էին կամ Եվրասիական միության ու ԱՊԱ երկրներից, այլ Բրազիլիայից կային, շոյ երկրներից, BRICS-ից, Եվրոպայից արևմտյան, Ժակ Շիրակի խորհրդականն էր այնտեղ, Խորվաթիայի նախկին արտաքին գործերի նախարարն էր, եվրոպական երկրներից կան, Սլովենիայից, Սլովակիայից, գրեթե եվրոպական շատ երկրներից բոլոր ընդդիմադիր ուժերը ներկայացված էին եւ դա շատ լավ հարթակ էր, որպեսզի եւս մեկ անգամ ցույց տանք, որ Արցախի էջը փակված չէ, որ Արցախում Ադրբեջանը իրականացրել է էթնիկ զտում, հանցավոր գործողություն եւ որ 80-ամյակի մեծ հաղթանակի հերոսների արձանները Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկում եւ երրորդ հանրապետության էջը փակված չի։ Երրորդ հանրապետության իդեալներից պետք է մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանը վաղներ կարող է Հայաստանը հրճակի թուրքական վիլայեթը, ինչ մենք պետք է համաձայնվենք։ Պարոն Շարմազանով, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Միքայել Սրբազանը մեղավոր է ճանաչվել, դատարանը կարդացել վերդիկտը, ինչ են ուզում Միքայել Սրբազանից։ Ինչու հենց նա։ Միքայել Սրբազանին նման վերդիկտներ նրա դեմ կայացնելով, նման վերդիկտներ կայացնում հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Միքայել Սրբազանը հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու ամենանշանավոր, ամենամեծ հեղինակություն վայելող arczepiskopos-ներից մեկն է, սպասավորներից մեկն է եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հայտարարել ոչ միայն վեհապար հայրապետին, այլ նաեւ եկեղեցուն եւ սրանով իսկ ուզում է ցույց տալ, որ հաջորդը կարող է լինել մեկ այլ arczepiskopos կամ հենց վեհապարը։ Դրա համար մենք 7 տարի ասում ենք, որ այս մարդիկ եկել են Բոլտոնի հանձնարարականով։ Հիշում եք 18 թվական։ 18 թվականի սեպտեմբերին դեռ ես պարլամենտում, այն ժամանակ արդեն ընդդիմադիր փոխնախագահ էի, պարլամենտում ասել եմ, որ ժողովուրդ աշկերտները բացեք, Ջոն Բոլտոնն ասում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական ու ազգային գաղափարներից։ Դրա մեջ ոչ միայն Արցախն է մտնում, ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, ոչ միայն ցեղասպանության բանը, ոչ միայն ազգային սիմվոլիկայից հրաժարվելը, այլ նաև եկեղեցու բացառիկության դեմ եկեղեցին պառակտելը եւ այո, Սրբազանին հարվածելով, Սրբազանի նկատմամբ նման վերդիկտ իրականացնելով ոչ միայն Միքայել Սրբազանի դեմ է, այլ սա մարտահրավեր է հայ առաքելական եկեղեցուն եւ ինչպես ասում են Միքայել Սրբազանին դատապարտում են, որ մնացածներն էլ ասեն, որ բոլորի ճամփեն հետա լինելու։ Սա ուղիղ մարտահրավեր է, դե ազգային հասարակությունը պետք է ինքը իր հետևություններն անի, լավ էլի մարդը ինչ անի, մարդը ասեմ, Նիկոլն էլ ինչ անի, որ մարդկանց աչքերը բացվի։ Հանրային քաղաքական ուժերն ի վիճակ են հարվածն իրենց վրա վերցնել, որ եկեղեցին տանուլ չտա։ Եկեղեցին էլ է հանրային։ Նկատի ունեմ, որ եկեղեցին պաշտպան են։ Եկեղեցին ինքը ժողովրդինն է եւ եկեղեցին հավատավոր ժողովուրդն է, ոչ թե ասեմ ժողովրդինն են, հեթանոսներին ու բաներինն է, այդ ինչ են աթեիստներին, այլ եկեղեցի հաճախող ժողովրդինն է։ Եվ բոլորս պետք է համախմբվենք, այստեղ խնդիրը ոչ միայն եկեղեցին է, ինչպես Նեժդեհին ասում էր, հայ մարդը ունի երկու բացարձակ ճշմարտություն, արժեք, դա Աստված եւ հայրենիք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ երկու արժեքի դեմ է դուրս է եկել։ Եկեղեցու, Աստծո դեմ եկեղեցու տեսքով, հայրենիքի դեմ ազգային գործիչների տեսքով։ Մնացածն մի կհաջողվի, մինչև հիմա չի հաջողվել։ Դե ինչ անենք։ Մեզ որ լսենք կհաջողվի, 18 թվին էլ չէր լինի։
Հասկանալի, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դատապարտում եմ Միքայել Սրբազանի նկատմամբ այս վերդիկտը եւ գտնում եմ, որ սա ոչ թե դատական վերդիկտ է, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից, սա իմ կարծիքն է եւ նման կարծիք շատ կա, իշխանության քաղաքականության արդյունք է, երբ որ նա այս վերջերս հայտ տարեց, որ այո ինքը հասնելու է Վեհափար Հայրապետի հեռացմանը եւ մեկ այլ քահանային արդեն բոնուսներ տվեց իր պաշտպանությամբ։ Սա դատապարտելի է, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, սա ուղակի սահմանության խախտում է, ուղակի եկեղեցի պետություն հարաբերությունների մեջ մտնել է, որը անթույլատրելի է ժողովրդավարական երկրներում, բայց քանի որ իրանք կեցցեների հասարակություն են եւ կեցցեների կուսակցություն են, իրանցից ամեն ինչ սпасելի է։ Վաղն էլ կարող է այդ ժողովանը Նիկոլն ասի, «Իլը գոռաց է կարա կեցցե Իլհամ Գեյդարիչ», ու սրանք գոռան, «Կեցցե Իլհամ Գեյդարիչ», էս են։ Դրա համար մենք կամ պետք է համախմբվենք բոլոր քաղաքական ուժերով, բոլոր տարաձայնությունները մի կողմ դնենք եւ ազգային օրակարգով առաջ շարժվենք, փորձելով պահել այս երրորդ հանրապետության գոնե ինչ որ մնացել է փշրանքները, կամ էլ բարի գալուստ Արևմտյան Ադրբեջան։ Սերսուն ձեզ։ Շնորհակալություն։ Live News-ի հարգելի հետևորդներ, Հայաստանի Հանրապետության